Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ն շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, զրուցակիցս այսօր քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է։ Բարի երեկո, պարոն Միքայելյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Միքայելյան, ձեր դիտարկմամբ ինչ տեղի ունեցավ կիրակի օրը վաղարշաբաթում եւ ինչպես ԿՊԱ-ական իշխանությունը կարողացավ ըստ էության հաղթել ընդդիմությանը եւ վաղարշաբաթ համայնքի ղեկավարը այսուհետ կլինի ԿՊԱ-ական։ Սա իշխանություն, ընդդիմություն, քաղաքական պայքարի ինչպիսի դրսևորման արդյունք է։ Մենք ունենք Փարաքար համայնքի քաղաքապետի սպանություն, մենք ունենք մի քանի քաղաքապետի ձերբակալում, այդ թվում Գյումրիի, եւ մենք ունենք հիմա այս գործընթաց նաեւ վաղարշաբաթում։ Պարզը որ մենք մինչև այդ էլ ունենք տարբեր համայնքներում նման դրսևորումներ, երբ որ ընդդիմությունը հաղթում էր եւ հետո ուժով կամ այլ ձևերով չեն թույլ տալիս, որպեսզի ընդդիմությունը իշխի, բայց հիմա նույնիսկ այն տեղերում, որտեղ չնայած այս բոլոր հանգամանքների ընդդիմությունը հաղթել է, ամեն ձեւով իշխանությունը արդեն ուժով հերացնում է հաղթած քաղաքապետերին։ Հիմա ինչա տեղի ունենում վաղարշաբաթում։ Վաղարշաբաթում նույնիսկ պարտված ընդդիմությանը հիմա փորձում են մարդկանց դատել, աջակիցներին, մասնակիցներին եւ այլ եւ այլ։ Եվ սա ցույց է տալիս, որ իշխանությունը այլևս դնում է հարց այդպես, եթե մեր դեմ եք դուրս գալիս կամ մեր հետ ուզում եք մրցակցեք, դա արդեն պատժելի առարկա եւ դրա համար դուք կարող եք բանտ ընկնել։ Եվ այսպիսով այստեղ տեղի ունենում այն, որ Հայաստանը կորցնում է անկախ տեղական ինքնակառավարումը, այսինքն անկախ ինքնակառավարումը իհարկե ամբողջ ծավալով մենք երբեք չենք էլ ունեցել, բայց այն նույնիսկ չափով որով եղել է, հիմա ամբողջությամբ կորցնում ենք եւ ուժով դա տեղի ունենում։ Սովորաբար Գյումրիի ընտրություններից հետո ընդդիմադիր գործիչները պնդում էին, որ Գյումրի օրինակը ցույց տվեց, որ առանձին ընդդիմադիր ուժերով պայքարելով հնարավոր է վերջնարդյունքում հաղթել իշխանությանը, բայց վաղարշաբաթում տեղի չունեցավ Գյումրին, որովհետև Նիկոլ Փաշինյանն ու ԿՊ-ն դեռ ամիսներ առաջ խոշորացրել էին արդեն իսկ խոշորացված համայնքը Խոյը եւ դա բերել կապել էին Էջմիածնին, այսինքն իրենք ամիսներ առաջ արդեն վաղարշաբաթում հաղթանակ տոնելու համար ինչ որ պլաններ էին կազմել եւ իրականացրել էին օրենսդրական փոփոխություն, գնացել էին ել ավելի մեծ խոշորացման։ Ասել է թե վաղարշաբաթը գալիս է ապացուցելու, որ տիմ օրինակով, տիմ օրինակները ցույց տալով անհնար է համապետական մակարդակում հասնել հաջողության ընդդիմության պարագայում։ Սա ես կդիտարկեի որպես ավելի շուտ փորձնական ընտրարշավ, որովհետեւ համապետական ընտրություններին առաջ մենք տեսնում ենք, որ տարբեր համայնքներում առանձին ընտրություն է տեղի ունենում եւ հետո քաղաքական ուժերը կարող են չափել իրենց կարողությունները, բայց այստեղ ես չէի դնի հարց այնպես, որ վաղարշաբաթի ընտրությունները ամբողջությամբ ցույց են տալիս, թե ինչպես է լինելու, հա, նույնպես ինչպես Գյումրիի ընտրությունները, որովհետեւ այստեղ սուբյեկտիվ հանգամանքները բազմաթիվ էին։ Բայց ձեր թույլտվությամբ ինստիտուցիոնալ կողմը ես կշարունակեմ, որովհետև ինչն է այստեղ տեղի ունենում բացի այս նշված համակարգից։ Ուրեմն ընտրական համակարգը առհասարակ երկրում հիմա շատ խոցելի վիճակում է գտնվում։ Եթե նախորդ ընտրությունների ժամանակ մենք միշտ դիտարկում ենք եւ օրինակ հաշվարկները տվյալների ընտրությունների ցույց են տալիս, որ չնայած որ առանձին խախտումներ եղել են, բայց համատարած բնույթ դրանք չեն կրում, այստեղ մենք ունենք արդեն շատ կասկածելի իրավիճակ, որովհետև Խոյ համայնքի, նախկին Խոյ համայնքի բնակիչների շրջանում աննախադեպ ակտիվություն է տեղի ունեցել, որը օրինակ նախորդ ընտրությունների համեմատ գրեթե կրկնակի է եղել, գրեթե։ Եվ այստեղ շատ լուրջ հարց է ծագում, ինչու այդպես։ Այսինքն միջև ընտրությունների օրն է իշխանությունը արդեն իսկ վճռել այդ ընտրությունների ելքը, ակտիվացնելով Խոյ համայնքի ընտրողներին։ Միջև ընտրությունների ինքը այսինքն պլանավորված քայլերի է գնացել։ Ես չգիտեմ ինչ կարգի վարչական ռեսուրս է կիրառվել եւ ինչ խախտումներ են եղել, բայց խախտումները ակնհայտորեն եղել են։ Նկատի ունեմ, որ կա ուղիղ կորելացիա արդյունքների, այսինքն մասնակցության տոկոսի եւ իշխանության տոկոսի, որը լինում է որպես կանոն, կեղծիքների պարագայում կամ վարչական ռեսուրսի լայնատարած կիրառման պարագայում։ Գյումրիում այդպես չէր։ Նախորդ ընտրություններում այդպես չէր, իսկ հիմա այդպես է եւ սա շատ կասկածելի է։ Նույնիսկ որոշ գյուղերում իշխանությունը 86% մինչեւ հավաքեց։ Սա շատ լուրջ հարցեր է ստեղծում, որովհետեւ իրականում
դժվար եմ պատկերացնում, որ նույն համայնքի բնակիչները Արգիշտի Մեխակյանին այնքան են սկսել սիրել, որ ավելի շատ ակտիվություն դրսևորեցին, քան թե 2021 թվականին։ Վաղարշապատի ընտրությունները կարևորվում էին նաև իշխանության կողմից Վեհարանի ուղղությամբ գրողների համատեքստում, եւ հենց դա է ցույց տալի այն, որ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի առավոտյան արդեն խոսեց այն մասին, որ փաստորեն իրենք նոր լիցքով են շարունակելու պայքարը ընդդեմ Վեհարանի, հա։ Սա կօգնի Փաշինյանին Վեհարանը գրոհելու հարցում, թե միևնույնն է հայ ժողովրդի 80-ից 90%-ը հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է եւ ընդդեմ եկեղեցու արշավում Փաշինյանը կտապալվի։ Գիտեք, հայ ժողովրդի 90%-ից ավել դեմ էր Արցախի հանձնմանը, բայց այս իշխանությունը ոչ միայն հանձնել է, այլ հետո մարսել է։ Եվ այստեղ մենք նմանատիպ իրավիճակ ունենք, երբ ժողովուրդը пассивացել է մի կողմից եւ մյուս կողմից ժողովրդին, այսպես ասած, տարբեր քարոզչական բնույթի ինչ որ նարատիվներ են տրվում, որոնք բաժանում են եկեղեցու հարցը, օրինակ վեհապարի հարցից, որոնք բաժանում են Արցախի հարցը եւ հետո առանձին քաղաքական գործիչների հարցը եւ այլն, մարդկանց խառնում են, որպեսզի իրանք пассивություն դրսեւորեն եւ ասեն, դե լավ, իրանք հասնում էր, որովհետեւ եւ ինչ որ անիմաստ բարակապակցություն, որից հետո մարդիկ դա չեն էլ հիշելու, բայց կարեւորը որ այս պահին չընդվզեն։ Եվ նույնն է տեղի ունենում հիմա եկեղեցու նկատմամբ, բայց նայեք, նախ այս ընտրությունները հանրակրվեջ էր եկեղեցու վերաբերյալ։ Ավելին Մեխակյանը խնդրել է Փաշինյանին, որ Փաշինյանը չգա եւ չմասնակցի ընտրարշավին, որպեսզի իր տոկոսը չնվազի այդտեղ, հա։ Այսինքն ակնհայտորեն եթե հարցը դրվել է այդպես, որ արդյոք դուք աջակցում եք սրան, թե նրան կամ այս քաղաքականությանը կամ վեհապարի դեմ եք, ապա այդտեղ լրիվ ուրիշ իրավիճակ է լինելու։ Ոսկե հատ գյուղում, որտեղից ծագումով վեհապարն է, իշխանությունը պարտվել է եւ բավականին մեծ տարբերությամբ։ Սա մյուս կողմից ցույց է, թե ինչպես են իրան վերաբերվում անձամբ ճանաչողները։ Էջմիածին քաղաքում էլի իշխանությունները պարտվել են, բայց ոչ թե մի տեխնացուի, այլ այսպես ասած իշխանական կոալիցիան, կարելի ասել, ընդդիմադիր կոալիցիան կպարտվեր ձայներով ավելի շատ այն դիմություն հավաքել Էջմիածին բուն քաղաքում, չհաշված ուրեմն Զվարթնոց գյուղը։ Ձեր ասած վիճակագրությունը կապելու է Փաշինյանի թևերը Վեհարանի դեմ գրոհելիս։ Չէ, Փաշինյանին այդ ամենը պետք չի։ Ինքը ուղղակի առիթներ է ման գալիս, որպեսզի իր կամպանիան շարունակի։ Բայց տեսեք, այսօր եւս Facebook-յան էջում գրառում արեց հաջորդ կիրակի լինելու է մեկ այլ եկեղեցում, բայց Փաշինյանը ամեն անգամ, ամեն կիրակի գնում է որևէ եկեղեցի եւ մենք տեսնում ենք նրա հետ մասնակից նույն մարդկանց, ընդամենը մի քանի 100 հոգի առավելագույնը, այն էլ վարչական ռեսուրսի կիրառման պարագայում, այն էլ այն պարագայում, երբ իրենք գազելներով, ավտոբուսներով մարդիկ են տեղափոխում, երբ պետական ամբողջ համակարգն է ստիպված պարտադրված գնումներ կան, հա, մի քանի 100-ից այդ թիվը չի անցնում։ Մի քանի 100-ով Վեհարանի դեմ գրոհելու է։ Տեսեք, ինքը գրոհելու է Վեհարանին դեմ, եթե դա իհարկե անելու է ոստիկանությամբ, ԱԱԾ-ով եւ այլն։ Ինքը մարդկանցով չի կարող դա անի, որովհետեւ Վեհարանը վերջին հաշվով, եթե նույնիսկ վերջին րոպեին կոչ հնչեցնի, ավելի շատ է մարդ գալու։ Եվ մենք դա տեսել ենք, հա։ Այսինքն նույնիսկ առանց կոչի այն օրը, երբ որ ձերբակալել էին Միքայել Աղջապարյանին, Էջմիածում ավելի շատ մարդ հավաքվել, քան թե հիմա Փաշինյանն է հավաքվում, հա։ Այսինքն իսկ այդտեղ եկեղեցու կողմից կոչ չկար։ Սա ուզում եմ ընդգծել, հա։ Ուղղակի մարդիկ ինքնական եկել են։ Սա մեկ։ Երկրորդը նույն Էջմիածին քաղաքում, երբ որ ցույց են կազմակերպում, մենք տեսել ենք, որ շատ քիչ էր մասնակցությունը, այն էլ հիմնականում ուրիշ գյուղերից, քաղաքներից եկել են։ Այսպիսով, այստեղ ակտիվ աջակցություն այս իշխանությունը չունի։ Բայց այս իշխանությունը նախ ունի пассив աջակցություն, այսինքն երբ որ մարդիկ պատրաստ չեն այս իշխանության աջակցություն որևէ քայլ անել, բայց ամեն դեպքում իրանք ստատուս կվոյի կողմնակից են, ընդհանրապես ստատուս կվոյի կողմնակիցները ցանկացած երկրում կան եւ բավականին շատ են, գոնե մի 20% բնակչության ամեն երկրում ստատուս կվոյի կողմնակից է։ Այսինքն գրեթե ցանկացած իշխանության վարկանիշը 20%-ից գրեթե երբեք չի իջնում։ Հա, սա ոնց որ բազա է, որը այս իշխանությունը ունի։ Երկրորդն էլ, քանի որ ակտիվ քարոզչություն կա, նաև ինչ որ մարդկանց համար այս թե այն
ժամանակավոր իրենց լուծումը թվում է թե արդարացված է։ Այսինքն այստեղ ոչ թե բացարձակ աջակցություն, այլ ինչ որ խնդրի վերաբերյալ աջակցություն։ Այսպիսով, այս իշխանությունը չնայած որ ակտիվ աջակցություն չունի, բայց ունի пассив աջակցություն, սա մեկ, եւ երկրորդը, որը ել ավելի կարևորը, ունի մեծամասնության կողմից ոնց որ առհասարակ пассивություն եւ այսպես ասեմ, absenteism-ը քաղաքագիտական լեզվով, այսինքն մարդիկ ուղակի շատ դեպքերում օրինակ ընտրության չմասնակցեցին, հա, նույն Էջմիածնում մասնակցության տոկոսը բավականին ցածր է եղել։ Խոյի խոշորացված համայնքում շատ բարձր է եղել մասնակցությունը համեմատած Էջմիածնի հետ, բայց Էջմիածին քաղաքում բավականին ցածր է եղել եւ իշխանությունները այդտեղ քիչ կվեն հավաքել համեմատաբար։ Դուք ասում եք այս իշխանությունը ունի пассив աջակիցներ եւ ավելի շատ, քան ակտիվ աջակիցներ։ Այո, շատ։ Այս դեպքում դուք ինչով եք պայմանավորում ակտիվ աջակիցների քիչ քանակ ունեցող իշխանության այն քայլը, որ ինքը բոլոր դեպքերում չի հակադրվելու Ադրբեջանին, գնալու է խաղաղության պայմանագիր կնքի, պետք եղավ սահմանադրություն է փոխելու, գնալու է ընտրությունների, վերընտրվելու է, այս ամբիցիոզ հայտարարությունները, որ ինքը անում է, եթե իր թիկունքում ընդամենը շատ փոքր քանակով ակտիվ աջակիցներ են, ինչպես է կարողանում անել, ինչպես է կյանքի կոչելու դրանք։ 2018 թվականին մարդկանց կուտեն տվել, որ իբր եթե այս իշխանությունները իրենց դուր չգա, ապա այս իշխանությունները հեշտությամբ կփոխեն։ Եվ կային մարդիկ, ովքեր դրան հավատում էին։ Նույնիսկ 2018-19 թվականին հանցումների համաձայն մենք տեսնում ենք պատկերը, որ ժողովրդի մոտավորապես 60-ից 65%-ը համարում է, որ նրանք ազդում են երկրում քաղաքական իրավիճակի վրա։ Եվ այսպիսով նրանք, այսպես ասած, ուժեղացել են որպես քաղաքացիներ, որպես քաղաքական այսպես ասած հանրության մաս են հանդիսանում եւ այլն։ Եվ այստեղ մենք պարզ տեսնում ենք, որ դա իրականում ճիշտ չէ։ Այս իշխանությունը երբեք ոչ մեկին չի հարցնում եւ իր ցանկությունն է իրականացնում։ Երբ որ մենք առանձին խնդիրներով նայում ենք, օրինակ հիմնականում իշխանության քայլերին դեմ են։ Օրինակ նույն սահմանադրության հարցում շատ լավ թեմա է, հա, սահմանադրության հարցում ցանկացած հարցումով մարդիկ սահմանադրության փոփոխության դեմ են։ Բայց այս իշխանությունը չի հարցնում դուք կողմ եք թե դեմ եք, ասում են որ պետք է փոխվի։ Ինչու պետք է փոխվի խաղաղության համար։ Այսինքն Ադրբեջանն է պահանջում, հա, խաղաղության համար ինչ է նշանակում։ Ադրբեջանն է պահանջում եւ մենք իրագործում ենք։ Եվ այսպիսով, եթե Ադրբեջանը պահանջում է, ադրբեջանական բանակի, այսպես ասած, աջակցությամբ կամ այսպես ասած ճնշմամբ ուրիշ կողմից, հա, իհարկե ոչ աջակցությամբ, բայց ճնշմամբ նաև երկրում, այսպես ասած, ակտիվ քաղաքացիների դեմ, որովհետև այս վտանգը, հա, զինված 100,000 մարդ իր տանկերով, հրթիռներով եւ այլն, այստեղ արդեն դա շատ ավելի լուրջ փաստար կա դառնում, քան թե իր փողոցում 500 աջակից։ Տեսեք, արդյոք մարդիկ կարողանում են գալ այն ընկալմանը, որ եթե Փաշինյանը հաստատում է Ալիևի պահանջող խաղաղություն, դրան հետևելու է այն, որ 100,000-ավոր ադրբեջանցիներ գալու եւ բնակվելու են Հայաստանում, դրան էլ հետևելու է այն, որ Ադրբեջանի ուժային կառույցները պետք է ներկայացված լինեն Հայաստանում, որպեսզի իրենց ադրբեջանցիների անվտանգությունը ապահովեն։ Այս ընկալումը մասնավորապես ընդդիմադիր հատված է, ինչպես տեղ հասցնի, որ քաղաքացու մոտ հասկանենք այդ վտանգը տեսնի։ Տեսեք, այստեղ այս վտանգը մարդիկ տեսնում են։ Գուցե հատուկ ծառայությունների, ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայությունը այդքան էլ մարդիկ չեն անցալում, որովհետև դա արդեն քաղաքական, պետական, ինստիտուցիոնալ, այսպես ասած, խնդիրներն են, բայց բնակչության մեջ դուք գրեթե չեք տեսնի մարդը, որ ուզում է, որ ադրբեջանցիները այդտեղ գան բնակեցվեն։ Հարցը ուրիշ է եւ իմ կարծիքով ընդդիմությունը եթե զուտես մեխերին խփի, իմ կարծիքով սխալ ուղղությամբ է շարժվելու։ Ընդդիմությունը պետք է այլընտրանքային առաջարկ տա։ Որն է դա։ Ինչ ասել է այլընտրանքային առաջարկ։ Գիտեք, դա համապարփակ աշխատանք է ենթադրում, ես ինձ գրոպեում չեմ կարող տեսնել դա։ Փաշինյանն ասում է ժողովուրդ ինչ ուզում են տալիս են, դրա դիմաց ձեզ բերում եմ խաղաղություն։ Պատերազմ չի լինում սահմաններին, ձեր տղաները ծառայում են 1 տարի 6 ամիս, թոշակներն էլ մի քիչ բարձրացնում են, բոլորդ Ադրբեջանի, Թուրքիայի հետ առևտուր եք անում, լավ եք ապրում ժողովուրդ, ել չեք տանջվում, չեք լացում, չեք մխկտում եւ այլն։ Ինչ ասում ընդդիմությունը կամ ինչ պետք է ասի ընդդիմությունը, ինչ պետք է ասեր ընդդիմությունը վաղ շաբաթում, որ այս արդյունքը այսօր չունենար։ Նախ թոշակների հետ կապված, եթե մենք գնաճը հաշվի առնենք, ապա իրական գներով 2015 թվականի համեմատ հիմա թոշակները 1-2%-ով ավելի քիչ են։ Այս զուտ փաստական տեսանկյունից մնացածը տեսեք, ընդդիմությունը նախ պետք է այս խաղաղության ու պատերազմի հարցին իր պատասխան ունենա։ Ընդդիմությունը ուզում է հետևյալ բան անել,
որ երբ որ մենք իշխանության գանք, այդ ժամանակ կտեսնենք։ Հիմա չենք ուզում նույնիսկ մտածել դրա մասին, որովհետև շատ բարդ է, վտանգավոր է եւ իրականում լավ ելք չկա այս իրավիճակից։ Պարզ է, որ Փաշինյանի առաջարկած ելքը շատ վատն է, եթե չասեմ վատարագույն, բայց դրանից ավելի լավ ելք էլ առանձնապես հեշտ չի գտնել։ Եվ ընդդիմությունը այդքան էլ շատ ժամանակ չի ծախսում, որպեսզի այս աշխատանքը իրականացնի։ Կամ գոնե իր պատկերացումները բավականին մոտավոր են։ Իսկ ժողովուրդը ուզում է հստակ պատասխան, որովհետև տնտեսական առաջարկներով դու չես կարող ընտրություններում հաղթել այս իրավիճակում։ Այս իրավիճակում ոչ որ Փաշինյանը կարողանում տնտեսականով հաղթել։ Չէ, ինքը տնտեսականով։ Փաշինյանը փռած ասֆալտը նորոգած մանկապարտեզը ծախում է ժողովրդի վրա, տեղը ստանում է քվե։ Ինքը ասֆալտով չի հաղթում։ Ասֆալտը դա ընդհանրապես այսպես ասած իր փաստարկներից մեկն է, բայց ինքը իր հիմնական մեխը, որին ինքը անընդհատ անդրադառնում է ամեն օր գրեթե, դա Արցախի հարցն է եւ խաղաղության այսպես կոչված խաղաղության հարցն է եւ այս բոլոր հարցերը, որոնք պատերազմի ու խաղաղության հարցերն են։ Եվ այս հարցերին ինքը հանգիստ չի թողնում, անընդհատ անդրադառնում է։ Այսինքն ընդդիմությունը պետք է մտնի Փաշինյանի օրակարգի, Փաշինյանի թելադրած պատերազմ թե խաղաղություն օրակարգի մեջ։ Հակառակ ընդդիմությունը վաղուց է մտել Փաշինյանի օրակարգի մեջ, ընդդիմությունը պետք է սեփական օրակարգ ստեղծի այս խաղաղության եւ պատերազմի թեմայի շուրջ։ Այսինքն վերցնի խաղաղաբերի դրոշը Փաշինյանի ձեռքից, որովհետեւ իրականում նա բերել է պատերազմ, տարածքային կորուստներ, հազարավոր զոհեր։ Չեմ կարող դա ասել, սա շատ լուրջ ուսումնասիրության առարկա է, որովհետև մի կողմից իհարկե ստեղ պետք է ինչ-որ բան առաջարկել ընտրողին, մյուս կողմից չի կարելի Փաշինյանի աստիճանի, այսպես ասած, սուտ ասել։ Այսինքն այստեղ պետք է ճիշտ բալանս գտնվի եւ այս քանի որ այս խնդիրը հեշտ լուծում չունի, ես չեմ կարող ասել, բայց վերադառնամ վաղարշապատի ընտրություններին, տեսեք, այստեղ մի քանի հանգամանք կար, որը շատ կարևոր է։ Առաջինը զուտ նորից ինստիտուցիոնալ մենք ունենք, տեսեք, Ամերիկայում այդպիսի եզրույթ կա gerrymandering, երբ որ տարբեր կուսակցությունները, որոնք իշխում են ինչ որ նահանգում, օրինակ, քարտեզը փոխում են ընտրություններից առաջ, որպեսզի ավելի շատ տեղ ունենան կոնգրեսում Ամերիկայի, հա։ Հիմա օրինակ դա շատ ակտիվ տեղի ունենում Կալիֆոռնիայում ու Տեխասում, երբ որ նահանգապետերը սկսել են քարտեզներ փոխել, որպեսզի ավելի շատ կոնգրեսմեն ունենան։ Հիմա այստեղ նույն բանը տեղի ունեցել, Խոյ համայնքի հաշվին Փաշինյանը վերցրեց վաղարշապատ խոշորացված համայնքում իշխանությունը։ Սա շատ կարևոր է եւ այս հանգամանքը պետք է գլխավոր, այսպես ասած, խնդիր լիներ ընդդիմության համար, ոչ թե որտեղ ընդդիմությունը լծակ չունի դրան հակազդելու օրենսդրական մակարդակով։ Ընդդիմությունը պետք է բոլոր հնարավոր եղանակները, այդ թվում նաև միջազգային կառույցների հետ աշխատանք, այդ թվում զեկույցներով, հայտարարություններով եւ այլն։ Որ միջազգային կառույցներ, որոնք Փաշինյանի համար կանաչ լույս են վառում եւ մենք չենք տեսնում որևէ հայտարարություն այդ նույն միջազգային կառույցներից։ Իրանք եթե չեն անում, պետք է իրանք ստիպել եւ դնել շատ անհարմար վիճակում, որպեսզի իրանք չկարողանան լուր ունենալ։ Այսինքն պետք է անգլերեն ասած exposure պետք է անել իրանք գործունեությունը։ Հիմա եթե մենք սպասում ենք իրենցից, հա, բայց այս պայծությամբ խաղի կանոնները այդպեսին են, որ իրանք զգալիորեն թելադրող են։ Հիմա պետք է ամեն ինչով խոչընդոտել իր օրակարգին։ Նախ այս քարտեզը փոխելու, որովհետեւ Խոյ համայնքը եւ Էջմիածին համայնքը զգալիորեն խոչընդոտեր է, պարոն Միքայելյան, մեկ օրենքի նախագծով ես շատ լավ հիշում եմ, երբ իրենք խոշորացված Խոյը դարձյալ խոշորացրեցին ազգային ժողովի օրենքի նախագծի քննարկման, հա, ընդդիմությունը ելույթներ ունեցան ընդդիմադիր падգամավորները, ասացին, որ դուք սա անում եք սպասվող ընտրությունների ժամանակ ձեր ուզած տեխնացուին անցկացնելու համար եւ վերջ։ Ընդդիմությունը միայն կարող է ազգային ժողովում անել հայտարարություններ։ Չէ, ընդդիմությունը շատ ավելի շատ բան կարող է անել։ Եթե ընդդիմությունը միայն կարողանում է ազգային ժողովում անել հայտարարություններ, սա ուրիշ հարց է, բայց իմ կարծիքով շատ ավելի շատ հնարավորություններ կան, բայց դրանք չեն օգտագործվում։ Իսկ հիմա ինչ վերաբերվում է արդեն մյուս հանգամանքներին, նախ մրցակցությունը բավականին թույլ է եղել։ Այսինքն մենք Գյումրիում տեսել ենք շատ տարբեր քաղաքական ուժերի, տարբեր տեխնացուների, որոնք շատ տեսանելի էին։ Իսկ այստեղ այս մրցակցությունը այդքան ուժեղ չի եղել եւ դա էլ է շատ կարեւոր հանգամանք։ Բացի այդ պետք է հետեւյալ բան լինի։ Տեսեք, եթե իշխանությունը արդեն քիչ-քիչ հակված է, այսպես ասած, ընտրություններ մանիպուլացնելու, չասեմ կեղծելու, բայց մանիպուլացնելու եւ տարբեր կերպ ազդելու արդյունքի վրա, որը արդեն ակնհայտ է, հա, ուրեմն պետք է դիտորդություն իրականացնել այն կերպ, որպեսզի թույլ չտրվի այս մանիպուլյացիաներ, հա, մենք տեսել ենք լույսի անջատում, սենց հին բարի կարգերով եւ այլն, մենք տեսել ենք տարբեր մարդկանց վերել եւ այլն բաց քվեարկություններ եւ ըստեղ ինչ է տեղի ունենում, այսինքն ընդդիմության գլխավոր խնդիրը 2026 թվականին լինելու է ընտրողի ձայնը պաշտպանելը։ Եվ
Սա ենթադրում է լայնածավալ դիտորդական առաքելության իրականացում, գրագետ դիտորդների պատրաստում եւ այլն, եւ այս աշխատանքը եթե այսօր չսկսվի, արդեն ուշ է լինելու, հա։ Կես տարի է մնացել։ Այսինքն 2026 թվականին պատրաստվող ընդդիմադիր բևեռները պետք է մտածեն ընտրողի ձայնը ձեր ասած տարբերակով պաշտպանելու եւ ոչ թե միասնական ճակատով հանդես գալու մասին։ Նայեք, մեկը մյուսին չի հակասում, այսինքն նախ իրանք պետք է պաշտպանեն ընտրողի ձայնը, որպեսզի այն ընտրողը, որը իրեն ցենտրել է, կարողանա իր ձայնը ճիշտ հաշվարկվի եւ ընդհանրապես քվեները ճիշտ հաշվարկվեն եւ առհասարակ արդար արդյունք լինի, հա։ Սա առաջին խնդիրը։ Երկրորդ խնդիրը արդեն ընդդիմության մեջ, այսպես ասած, հարաբերությունները։ Երբ որ ընդդիմադիր մի կուսակցությունը ասում է, որ ինքը ուրիշ ընդդիմադիր կուսակցությունների մեջ խնդիր է տեսնում, սա արդեն ինքնին պրոբլեմատիկ է։ Պետք է ինչ-որ կերպ լեզու գտնեն եւ առհասարակ իմ կարծիքով, եթե ընդդիմադիր կուսակցությունը ասում է, որ ես ոչ այս կողմից եմ, ոչ այն կողմից եմ, իշխանությունը իմ համար օքեյ է եւ այլն, սա արդեն այս կուսակցությունը չի կարող ընդդիմադիր կուսակցություն կոչվել։ Նման կուսակցություններ մենք բավականին շատ ունենք, որոնք միշտ խոսում են ես ոչ ներկա, ոչ նախկին եւ այլ եւ այլ եւ այլ։ Նախկիններից դիստանցավորվելու եւ նոր կուսակցություն, նոր քաղաքական միավոր դառնալու հայտ ներկայացրած ուժերին եմ ուզում անդրադառնալ։ Հիմա մենք տեսնում ենք 2026-ին ընթառաջ ձևավորվել են նոր քաղաքական միավորներ, իրենք ասում են մենք նախկինների հետ նախընտրական փուլում չենք համագործակցում։ Հիմա այս մոդելով, այս ռազմավարությամբ 2026 ընտրություններին գնալը օգնելու է, որ Փաշինյանը գնա իրանց տուն, թե Փաշինյանը եւս 5 տարով ընտրվի վարչապետ։ Իհարկե նման քաղաքական պահվածքը, երբ որ ընդդիմությունը սկսում է դառնալ ընդդիմություն, սա օգնում է իշխանությանը, հա, մինուսը մինուսի վրա պլյուսը։ Հիմա սա նախ ցույց է տալիս, որ այս ուժերը շարունակում են մնալ, ինչքան էլ խոշոր դրանք լինեն, շարունակում են մնալ իշխանության նարատիվային դաշտում, ավելին իրանք նույնիսկ իշխանության նարատիվային դաշտը ուժեղացնում են, այսինքն պետք չի վերջո ասել, որ վերջ այս սև ու սպիտակ բաժանումը դա շատ սխալ բան է եւ դա դատապարտելի է եւ այս ամեն ինչից մենք պետք է դուրս գանք, չէ, սկսում են շարունակում են խաղալ։ Ուղղակի առաջ սևը նախկին իշխանություններին, իսկ հիմա սևը դարձնում են հիմա ներկա իշխանություն ու նախկին իշխանություն, հիմա իրանք են սպիտակ։ Տեսեք, այս սենց խաղով իշխանությունը հավերժ մնալու է իշխանության մեջ։ Սա այս ընդդիմության, այսպես ասած, քաղաքական պահվածքի հետ կապված։ Այս սրա կողքը չեն կանգնում, սա շատ սխալ քաղաքականություն է, այս այն որ այսպես կոչված նախկինների հետ չենք համագործակցում, նախ այն պատճառով, որ նախկինները չկան։ Ոչ չկան։ Ասեմ, տեսեք, այն օրինակ, եթե վերցնենք այսօրվա ՀՀԿ-ն, հա, եւ այն ՀՀԿ-ն, որ եղել է 7 տարի առաջ, հա, 8 տարի առաջ արդեն դրանք համեմատելի չեն։ Կադրային բազան գրեթե 90%-ով փոխված է։ Ամեն ինչն է փոխվել, երկրում իրավիճակն է փոխվել։ Այսինքն, այս ՀՀԿ-ն օրինակ, հա, եթե մենք վերցնենք քաղաքական պահվածքը ՀՀԿ-ի այդ ժամանակվա, հիմնականում, եթե ինչ խնդիրներ եղել են, իսկ այդ խնդիրները եղել են բավականին շատ, եղել են զգալիորեն պայմանավորված թե կադրային բազայով առաջինը եւ երկրորդը երկրում ստեղծված եւ այսպես ասած հասարակական, տնտեսական, քաղաքական իրավիճակից։ Հիմա իրավիճակը փոխված է։ Այդ ժամանակ էլ էր քիչ էվոլյուցիա գնում, փոխվում իրավիճակը։ Հիմա հարցը առանձին մարդ չի։ Նենց չի, որ գիտեք, այս ընդհանրապես այս խաղը անձնավորությունների վրա, որ մեկը լավն է, մեկը վատն է եւ այլն, հիմնականում դա սխալ է, ինչ պատճառով, որովհետև զգալիորեն իշխանության ձևաչափը դա պայմանավորված է օբյեկտիվ հանգամանքներով։ Եվ մենք տեսնում ենք շատ հաճախ նույն վերցնենք կոռուպցիոն դրսևորումները, ինչի համար շատ քննադատվեց նախորդ իշխանությունը, հիմա էլ կան, հա։ Հարցը այն չի, թե ով է, հարցը համակարգն է, ինստիտուցիոնալ զարգացումը համակարգի։ Ես ճիշտ հասկացա, պարոն Միքայելյան, որ ձեր դիտարկմամբ պետք չէ կենտրոնանալ անձերի վրա, անգամ նախկին իշխանության օրոք գործած անձերի ծրագրերի վրա եւ ռազմավարությունների վրա եւ բևեռների վրա։ Տվյալ դեպքում այս իշխանությունը ասում է, որ գրոհ է անում Էջմիածնի դեմ, այս իշխանությունը ասում է, որ իր գլխավոր խնդիրը, չգիտեմ, Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, մի խոսքով աշխարհակահաղական խաղերը, մեզ պետք է օրինակ, հա, այն իշխանություն, որը ուրիշ քաղաքականություն է իրականացնելու, խաղաղության հարցում, Էջմիածնի հարցում,
Արցախի հարցում, մնացած հարցերում այդ դրա օգտին պետք է քվեարկենք եւ պետք է նպաստենք կամ հետևենք, որպեսզի այն իշխանությունը արդեն մարդկանց վզին չնստի։ Այստեղ արդեն երկրորդ խնդիր է ծագում, որը առհասարակ այսօրվա դրությամբ քաղաքականապես շատ քննարկելի է դարձել ողջ աշխարհում, երբ որ օրինակ մարդուն ընտրում են ինչ-որ բանի համար, հետո ինքը սկսում է հակառակ քաղաքականություն իրականացնել եւ ոնց պետք է ոչ միայն քվեարկել, այլ հետ կանչել ձայնը։ Սա մի քիչ տեսական հարց է, բայց ինձ թվում է գալիք տարիներին շատ լուրջ հարց է դառնալու։ Օրինակ Փաշինյանը 2021 թվականին ընտրվել է որպեսզի ըստ իր ծրագրի վերադարձնի Շուշին ու Հադրութը, վերջում հանձնում է Ստեփանակերտը ու ասում է ես դրա համար մանդատ եմ ստացել, բայց չէ որ ինքը լրիվ ուրիշ բանի համար է մանդատ ստացել։ Եվ այստեղ մենք ունենք հետեւյալ ու իդեպ, հա, եթե ինքը ասեր ամեն ինչը ինչ է ինքը պատրաստում է անել, ինքը այդ մանդատը չէր ստանալու, հենց դրա համար ինքը լրիվ ուրիշ խոստումներ է տալիս։ Նույնը ինքը արեց նաև Վաղարշապատի ընտրություններից հետո, օրինակ, միջև ընտրությունների արդյունքներ ինքը չէր ասում, որ Վաղարշապատի ընտրություններից հետո նոր լիցքով հարձակվելու ենք Վեհարանի վրա։ Ընտրության արդյունքները հենց եղան, ասում է հարձակվելու ենք, բայց ախր դու միջև դա ասեիր։ Դե տեսեք, մենք հիմա այս իշխանության մանիպուլյացիաներին, կեղծիքներին, այսպես ասած, սովոր ենք արդեն, այստեղ հարցը ուրիշ է։ Հարցը այն է, որ մենք տեսնում ենք, որ խնդիրը կա խոստումների եւ իրականացման միջև, հա, եւ այստեղ ամեն դեպքում առաջին հերթին մենք պետք է նայենք թե ինչ ծրագրով է գալիս քաղաքական գործիչը եւ ստեղծենք մեխանիզմներ, որպեսզի քաղաքական գործիչը կամ խումբը չկարողանա դրանից շեղվել։ Իսկ կոալիցիայի պարագայում օրինակ, հա, ընդդիմության մեջ չի կարող մի ուժը հաղթել, հա, հավանաբար լայն կոալիցիա պետք է լինի, ինչպես որ օրինակ Գյումրիում եղավ, կոալիցիան եթե հաղթի, այդտեղ արդեն շեղվելու քաղաքական գծից շատ ավելի քիչ շանսեր կան։ Եթե միանձնյա իշխանություն է, ինչպես որ Փաշինյանի պարագայում եղավ, երբ որ ինքը սահմանադրական մեծամասնություն ունեցավ, երբ որ ինքը բոլոր ինստիտուտները զավթեց, այդտեղ իհարկե ինքը ինչ ուզենա կարա անի, բայց երբ որ ինստիտուցիոնալ զսպումներ եւ հակակշիռներ կան, որոնք լինելու են կոալիցիայի պարագայում եւ որոնք ընդհանրապես լինելու են իշխանության պարագայում, որը այսպես բոլոր ինստիտուտները չի վերահսկելու, այս պարագայում իմ կարծիքով շատ ավելի բարենպաստ վիճակ է լինելու։ Եվ այստեղ խոսալ նախկիններից եւ այլն, դա գիտեք, սենց մենք կարող ենք, չգիտեմ, Տիգրան Մեծից խոսանք։ Սա շատ քիչ իմաստ ունի, որովհետեւ չկա այդպիսի իրավիճակ, երբ որ կարա օրինակ նախկին իշխանավորներից ինչ որ մեկը դառնա վարչապետ։ Այստեղ հարցը ուրիշ է։ Հարցը թե ինչ ծրագիր է իրագործելու եւ ինչ քաղաքականություն է վարելու Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս այսօր Հրանտ Միքայելյանն էր, այսքանը կհանդիպենք վաղը։